Ազգային անվտանգության ծառայությունը որևէ պահանջ չունի թղթե հրասայլով կառույցի դարպասներին հարվածած Արտակ Գևորգյանից։ Այդ մասին նշվում է դատարան ուղարկված գրության մեջ, բայց դա հիմք չէ, որպեսզի չշարունակվեր հակահարված արտխմբի անդամի դատավարությունը։ Հարցաքննվեց վկա Արման Ղարիբյանը, որը եղել է Արտակի հետ թղթե տանկով քաղաքում պտտվելիս։ Ճանապարհային ոստիկաններն են գնացել, ոչ մի խնդիր չկար, մենակ ասացին, որ հետևը աթրաժատել է պետք դնել, որ մեքենաները տենան։ Արտակ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքը, նշելով, թե թղթե հրասայլով իր բողոքն է արտահայտել։ Դատարանն այսօր ավարտեց դատաքննությունը։ Հաջորդ դատական նիստին հունիսի 24-ին մեղադրողը հանդես կգա ճառով, իսկ դատավարության ավարտից հետո հերթական արտառոց ակցիան տեղի ունեցավ ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի։ Միքայել Նազարյանը իր պատրաստած ռուսական RPG-5 զենքով փորձեց մտնել դատարան, սակայն կարգադրիչները թույլ չտվեցին։ Խաղալիք զենք է էլի իրականում, ու սոլիդարության ակցիա եմ անում ես այսօր, որ մարդիկ հասկանան, որ չգիտեմ, խաղալիքի համար մարդկանց չեն դատում։ Այսօր ռեժիմը այն վիճակում է, որ փորձում է ինչ-որ բանսարկության մեթոդով մարդկանց ազատ խոսքը ինչ-որ ձև կանխի։ Միքայել Նազարյանը շարժվեց դեպի կառավարության շենք եւ խաղալիք զենքը դրեց շենքի դիմաց։ Դրել ենք ստեղ, որ փոխանցեն ՊՆ-ին, որ ուղարկեն Ղարաբաղ, քանի որ մեր դիրքերում էլի կռվում են ռուսական 80-ականների արտադրության զենքով։ Իմ կարծիքով դա սրանից ոչինչով չի տարբերվում այս պայմաններում։ Պահի պոչով պատրաստված զենքը փաթաթված էր սպունգով, որ ավելի անվնաս լինի։